Երմես բակ հավարտվում է ինչ է մնում պահեցողության փորձությունը, թե նոր ինքնություն։ Մեքենայով գնացել եք ճանապարհ, չէ՞։ Այսինքն դիմացի ապակին մեծ ապակի է, չէ՞, դու նայում ես ուր ես գնում։ Երբ ես հասկանում, ոնց ես հասկանում դու ինչ ճանապարհ ես անցել, ոնց ես հասկանում։ Երբ որ փոքրիկ հայելիով հետ ես հետագիծը տեսնում ես։ Այսինքն դու երբ որ նայում ես այդ հայելիով փոքրիկ, տեսնում ես թե դու ինչ ճանապարհ ես հաղթահարել։ Պողոս Արաքյալը միշտ պատգամ ունի, ասում է՝ քննեցեք ինքներդ ձեզ, տեսեք նույն հավատքի մեջ եք, երբ որ հավատացիք եւ հիմա։ Այսինքն դու ամեն օր պիտի քեզ քննես, ոչ միայն մեծ պահքի ընթացքում, այլև ամբողջ կյանքիդ պիտի քննես։ Դու նույն մարդն ես, երբ որ քեզ պաշտոն տվեցին, եւ հիմա որ 1 տարի, 2 տարի անցել է, դու նույն մարդն ես, երբ որ ամուսնացար, ինչեր էիր խոստանում եւ հիմա մի քանի տարի հետո ինչպիսին ես, ինչ որ ուզել ես, պատկերացրել ես։ Նույնը պահեցողության մեջ։ Ոչ մի բան չես հիշում, դու մեն հաղթանակն ես հիշում։ Այ կինը, չէ, ինքը ինչ ցավեր է քաշում ծննդաբերելուց, ինչ գոռոց, ինչ ճճոց, բայց երբ որ զավակին գրկում է, ինչ ճճոց, մոռացած, այլևս չկա այն ցավը։ Նույնն էլ հարության խորհուրդն է քեզ տալիս։ Այն ինչ որ դու ինձ զրկանքներ կրեցի, դու գիտես ինչի համար ես կրում։ Երբ որ դու Քրիստոսի հետ ջերմանում ես, Քրիստոս քեզ գրկում է, դու մոռանում ես, որ դու սոված մնացիր, նեղություն ստացար, հալածեցին, անպատվեցին, ծաղրեցին, սրանք չէ, հաշվի չես առնում, սրանք արդեն ուրախությամբ ես ընդունում։ Օրինակ մի օր բանտում, երբ որ ծառայում էր, ցմահ բանտարկաներից մեկն ասաց՝ «Տեր, ինչ ես ժամանակդ կորցնում ես կործանված մարդկանց մեջ, ինչ ես գալիս այստեղ, այսքան ժամերով մնում ես»։ Ասացի՝ «Քեզ շատ եմ սիրում դրա համար», քմծի ծախ տվեց, թե ծնողներս ինչ չեն սիրել, դու ոնց կարող ես սիրել, ես քեզ Քրիստոսով եմ սիրում, այդ սիրո համար եմ եկել այստեղ։ Լաց եղավ տղա։ Փոխվեց, հետո մկրտվեց, քրիստոնյա դարձավ, նստում էր բանտում թղթերի վրա Աստծո խոսքեր գրում, ուղարկում էր կողքի խցերը, որպեսզի ովքեր որ չեն ճանաչել Տիրոջ, իրենք էլ ճանաչեն։ Մեկ բառ ընդունես, ես քեզ սիրում եմ, առանց որևէ ակնկալիքի։ Դու պատրաստ ես այս մարդուն քո ժամանակը տալու, քո սերը տալու, ինքը դրանից ընդամենը փոխվում է։ Մենք չգիտենք ամեն չար մարդու մեջ կա մի փոքրիկ լույս, որ պետք է վառել այդ լույսը։ Մեկը սիրո պակասից է, մեկը մերժված է եղել։ Տեսեք, բերեցին Պոռնի կնոջը Հիսուսի առջև, ասին օրենքի համաձայն սրան պիտի քարկոծենք։ Հիմա ինչ անենք։ Հիսուս ասաց, ով որ անմեղ է, թող առաջինը քարկցի։ Եվ բոլորը գնացին, ոչ ոք չմնաց։ Տերն ասեց, ես էլ քեզ ներում եմ, գնա, այլևս չմեղանչես։ Մեկ բառ սերը ցույց տվեց, որ մարդուն, երբ որ մեղք է գործել, պետք չի նրան կացնահարել, քարկոծել, մարդուն մռնդել հասարակությունից դուրս հանել։ Այս մարդուն պետք է օգնես, որ ինքը փոխվի։ Եթե ես այդ մեղքը չեմ գործել, դա չի նույն մեղքի մեջ ցանկություն չեմ ունեցել։ Պարզապես քահանա եմ, ամանչում եմ, չեմ արել։ Վախեցել եմ հասարակության արձագանքից, բայց ցանկությունը մեջս եղել է, ցանկացած մարդու մեջ մեղքի ցանկությունը կա, կարող է ցանկությունը հանելն է քո մեջ, որ այլևս տեսնես ու չցանկանաս։ Հիսուս ինչ ասում, գրված է մի շնացիր, իսկ ասում եմ, ով որ կնոջը նայեց ու ցանկացավ, արդեն շնացել է։ Այսինքն շնությունը միայն ֆիզիկական հարաբերություն չէ, այլև ցանկությունն է, որ դու մեկ ուրիշին տեսնում ես ու ցանկանում ես, կամ մեքենան տեսնում ես, դու ես ցանկանում, հեռախոսը տեսնում ես, ցանկանում ես։ Մի օր մի դպրոցական աղջիկ ասաց, Տեր արի, ես դժբախտ եմ, ասեցի, ես iPhone չունեմ։ Ասի ճիշտն ասած, ես երջանիկ եմ, բայց աչք չունեմ, ասած զարմացած, ոնց ձեր աչքը չկա, ասեցի, հա, չկա։ Ես նայեց, ասաց, Տեր այ հասկացա։ Այսինքն արժեքները դու իմանաս ինչի համար ես գնահատական տալիս այդ ամեն ինչին, ինչի համար ես ուզում անել։ Մեզ ամեն ինչ կարելի է։ Արգելված բան չկա, Սուրբ գրքում արգելված բան չկա մարդուն։ Ամեն ինչ թույլատրված է, բայց Պողոս Արաքյալն ասում է ամեն ինչ չի, որ մեր հոգու փրկության համար։ Ֆիզիկապես ամեն ինչ կարող ես անել, ինչ կշահես հետո, այսինքն արդյունքն է կարող, դու ինչ ես շահում, քո նպատակակետին հասնել, բայց դու ինչ ես նաև կորցնում։ Դու կարող ես հասնել այս պաշտոն, բայց պատիվդ կորցնել։ Դու կարող ես շատ հարստանալ, բայց սեր չունենալ, եւ սերը չես կարող գնել։ Դու կարող ես շատ գումար ունենալ, բայց առողջություն չես կարող գնել։ Պատիվը կարող է մարդը գնել, չէ, չի կարող։ Եթե մի անգամ կորցրեցիր, այլևս անհնար է գտնել այդ պատիվը։ Ուրեմն մենք պետք է անես, որ մեր կորուստները նյութական լինեն, ոչ թե հոգևոր ու մեր բարոյական արժեքները կորցնելու համար։ Դրա համար դու կարող ես այս ճանապարհով հասնել այդ ամենը։